Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Հրացայրահեղականը թքել է հայ հոգևորականի վրա Երուսաղեմի հայկական թաղամասում։ Սա հայ քրիստոնյաների իրականությունն է Սուրբ Հողում, ահազանգել է օգտատեր Գեղամ Բալյանը։ Նշենք, որ նմանատիպ դեպք տեղի ունեցել նաև նախորդ տարի, երբ Երուսաղեմում մի քանի անցորդ ցուցադրաբար թքել էին հայկական վանքի մուտքի մոտ։ Տեղում հավաքված հայերը, այդ թվում հայկական թաղամասի պահպանությամբ զբաղվողները, զանգահարել են ոստիկանություն, ներկայացնելով, թե ինչ է կատարվում։ Ոստիկանական բաժանմունքը գտնվել է վանքից 1 րոպե հեռավորության վրա, սակայն ոստիկանները ժամանել են 25 րոպե անց, երբ օրթոդոքսներն արդեն փախուստի դիմաց են եղել։ Մոսկվայում ցուցադրվել է Արարատ 73-ի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մասին պատմող ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Ոսկե դուբլ» ֆիլմը։ Ֆիլմը պատմում է Սիմոնյանի մարզչական կարիերայի ժամանակաշրջանի մասին, երբ նրա ղեկավարությամբ Արարատ ֆուտբոլային ակումբը խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ հասավ ամենաբարձր արդյունքների, դառնալով ԽՍՀՄ չեմպիոն եւ երկրի գավաթակիր։ Ֆուտբոլի լեգենդի դերը կերտել է Եգոր Բերոյևը։ Պրեմիերային հյուրերի թվում էին Սպարտակի երկրպագուները, որոնք ապահովեցին միջոցառման տրամադրությունը։ Նրանք նաեւ մարզաշապիկներ էին բերել Սպարտակի լեգենդար ֆուտբոլիստների ազգանուններով։ Նիկիտա Սիմոնյանը, ով կյանքից հեռացել է գրեթե 100 տարեկան հասակում 2025 թվականի նոյեմբերի 23-ին, ավելի վաղ պատմել էր, որ անկեղծորեն զարմացած է, երբ իրեն առաջարկել են «Ոսկե դուբլ» ֆիլմի գաղափարը, քանի որ պատմությունից անցել է 50 տարի։ Նա մաղթել էր, որ մարդիկ իսկապես ճանաչեն պատմությունը։ Հուսով եմ, որ այս պատմությունը ոգեշնչում եւ մոտիվացիա կլինի երիտասարդ տղաների, երիտասարդ ֆուտբոլիստների համար, ովքեր երազում են մեծ հաղթանակների մասին, նշել էր Նիկիտա Սիմոնյանը։ Ֆիլմը դիտելուց առաջ ամբողջ դահլիճը ոտքի էր կանգնել, երկար ու բարձր ծափահարություններով հարգելու Նիկիտա Սիմոնյանի հիշատակը։ Ֆուտբոլիստի դուստրը հազիվ էր զսպում արդյունքները։ Այդ երեկո Նիկիտա Պավլովիչի ծանոթներից շատերի համար դժվար էր հաղթահարել հույզերը։ Մոսկվայի Սպարտակի նախկին խաղացող Ալեքսանդր Բագրատի Միրզոյանը պատմել է, որ իր միջոցով են ընթացել նկարահանող թիմի հիմնական շփումը Նիկիտա Սիմոնյանի հետ։ Նա նաև նշել էր, որ իր հետ 23 տարի աշխատել է նույն աշխատասենյակում։ Հիմա առանց Նիկիտայի ամեն ինչ պակասել է։ Չկա այն ջերմությունը ու հումորը, որ կային այն ժամանակներում։ Պրեմիերային այցելել է նաև Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Գեորգիևիչ Կարպինը, Դինամո պրոդյուսերական կենտրոնի նախագահ Միխայել Լեոնիդովիչ Տյուրկինը եւ այլք։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի այսօրվանից։ Ֆիլմում գլխավոր դեր խաղացած Եգոր Բերոյևը, ում համար այս նախագիծը դարձել էր անձնական պատասխանատվություն, հարցազրույցում ընդգծել է, որ ֆիլմի պատմությունը այսօր կարևոր է որպես անդրադարձ հիմնարար արժեքներին, արժանապատվությանը, պատվին եւ հարաբերությունների մաքրությանը։ Դա անշուշտ մեծ պատասխանատվություն էր կանգնել բեմում, երբ թիկունքիդ խորհրդային սպորտի սպաներ են։ Դրա մեջ անյութականի ուժեղ զգացում կա։ Այդ մարդիկ խաղացել են երկրի պատվի համար եւ պաշտպանել այն, ոչ նյութական շահի համար, նշել էր դերասանը պրեմիերայի ցուցադրության ժամանակ։ Պրեմիերայի ողբերգական առանձնահատկությունը այն է, որ այն տեղի ունեցել Նիկիտա Սիմոնյանի կյանքից հեռանալուց հետո։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար, ինչն անչափ կարևոր է։ Նման հայտարարություն է արել ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայերը։ Նա դիմելով Արարատ Միրզոյանի նշել է, թե վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Նրա բնորոշմամբ այս կարևոր քայլը համընկնում է նաև մեկ այլ կարևոր ուղենիշի հետ, քանի որ Հայաստանն այս տարի նշում է Եվրոպայի խորհրդին անդամակցելու 25-ամյակը։ Մեծ ակնկալիքով սպասում ենք տեսնելու այս առաջընթացի շարունակությունը եւ վստահեցնում ենք, որ ԵԽԽՎ-ն սատարում է ձեզ, ընդգծել է այդ կառույցի նախագահը։ Ռուս ուղղափառ եկեղեցի մտահոգված է Հայաստանում եկեղեցական գործերի միջամտելու փորձերով։ Հունվարի 28-ին Մոսկվայի Պատրիարքանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Անտոնիոսն այցելել է հայ առաքելական եկեղեցու եկեղեցական համալիր Մոսկվայում եւ հանդիպել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ arczepiskopos Եզրասի հետ։ Զրույցի ընթացքում մետրոպոլիտն աջակցություն է հայտնել Եզրաս arczepiskoposin հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշման համար։ Նա ընդգծել է, որ ռուս ուղղափառ եկեղեցին խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցական գործերին բացահայտ միջամտելու փորձերով եւ անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու Փաշինյանի փորձերը։ Եզրաս arczepiskoposը հյուրին պատմել է հայ առաքելական եկեղեցու ներկայիս վիճակի մասին եւ շնորհակալություն հայտնել Մոսկվայի պատրիարքարանին համերաշխության համար։ Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի անմահ հերոսներ Արմեն եւ Ռուբեն Շահինյանների եղբայրը։ Պատերազմում զույգ որդիներ կորցրած Պայծառ Թորոսյանը որդի է ունեցել։
Նա ծնվել է կեսարյան հատմամբ 3280 գրամ 50 սանտիմետր հասակով։ Արմեն եւ Ռուբեն Շահինյանները ծնվել են 2001 թվականին Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ 2019 թվականին ծառայության են անցել Մարտակերտում, ստացել են սերժանտի կոչում, ոսոխի դեմ մարտեր են մղել Մարտակերտում, Մատաղիսում, պաշտպանել Գիշի գյուղն ու Ուլյան լեռան դիրքերը։ Զգալի կորուստներ են պատճառել թշնամուն, զոհվել են հոկտեմբերի 30-ին։ Մարմինները գտել են 1 տարի անց։ Զույգ եղբայրները հետմահու պարգևատրվել են արիության մեդալով եւ մարտական խաչ շքանշանով։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Բանակային դիրքերում հերթապահություն իրականացնող զինծառայողների շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ։ Գիտակցելով, որ նրա ուժն ու շարունակականությունը ծնվում են նաև այստեղ, բանակային դիրքերում։ Բանակը միայն ուժ ու զենք չէ, այլ նաև խաղաղության երաշխիք։ Մեզ վստահված սահմանը լռությամբ եւ հավատով պահելու ու պահպանելու համար։ Ես համալրել եմ հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը եւ պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետության բանակում։ Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետության բանակ։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։